Պաստառների հետ կներկայացնեք խնդիրը որն է որ Ինքնական տեղադրված արտաքին գովազդներն են մեր ավականու 37 որոշումը 2009 թվականի համաձայն տեղական ինքնակառավարման մարմին կոնկրետ Երևանի քաղաքապետարանը իրավասու առանց տնտեսվարողին տեղեկացնելու ապամոնտաժելու ինքնական տեղադրված գովազդները Նախ եկեք արձանագրենք, որ սա չի հանդիսանում գովազդ, սա իրազեկման ակցիա է, գովազդի մասին օրենքով սահմանված կարգով հստակ նախատեսված է, թե ինչն է հանդիսանում գովազդ։ Սա գովազդ չի հանդիսանում։ 1. Երկրորդը, մեր տարածքը ամբողջությամբ սահմանազատված է, ես տրանսպորտային միջոցներ մտնելու համար էլ արգելափակոց անցամ, որպեսզի մուտք գործեն։ Հիմա մենք խնդրում ենք ոստիկանությանը կառավարության որոշմամբ սահմանված կարգով վերացնել ներխուժումը, մասնավորապես այս տեխնիկան այստեղից հանել, նաև այն աշխատակիցները քաղաքապետարանի, ովքեր եկել են այս պաստառները ապամոնտաժելու, իրանց նույնպես տարածքից հանել, վերացնել ներխուժումը։ Հասկացած, պարոն Ալոյան ջան, ուրեմն եթե մեր գործողությունների մեջ քաղաքապետարանի կամ ոստիկանության արձագանքի մեջ տեսնում եք որևիցե այլ նկատառումներ կարող եք մոտենալ եւ հաղորդում ներկայացնել վերօրյալի կապակցությամբ։ Խնդիրը հետեւյալումն է։ Իմ հորդորն է, իմ խնդրանքն է չխոչընդոտել։ Այստեղ խոչընդոտում երևի 3 օրվա ընթացքում տեսել եք, որ որևէ տեղ, որևէ ձև ֆիզիկական կամ որևէ այլ կերպ խոչընդոտում տեղի չունեցել, խոսքը գնում է հասարակական կարգը ապահովում։ Այստեղ խնդիրը հետեւյալն է, պարոն Խաչատրյան։ Մենք հիմա ինչ ենք ասում ենք, օքեյ, մենք թեկուզ ապօրինի ենք անում քաղաքապետարանի մասին է խոսքը, էլի, կամ ոստիկանության գործողությունները լավ իրավաչափ չի, ոչինչ, թողեք մենք անենք, թող այս պաստառները հանենք, Սամվել Կարապետյանի լուսանկարը այստեղից հանենք, կարևորը հանենք, մեր առաջ դրված խնդիրը րոպե առաջ այդ լուսանկարները այստեղից հանելը։ Հետո դուք գնացեք կբողոքարկեք իրավաչափ կլինի, չի լինի տարիներ հետո ինչ կունենաք։ Այդ ընդունելի մոտեցում չի, հենց հիմա ակնհայտ երևում է, որ տարածքը սահմանազատված է։ Այս տարածքը հենց այնպես ոչ մեկ չի կարող մտնել։ Որ ապօրինությունն է տեղի ունենում։ Դուք հիմա ասում եք, ոնց ասեմ, հարգելիս մենք մի կողմ ենք գնում, գործողություն են կատարում, գործողություններից հետ կապված ես այն ամեն ինչը ներկայացրեցի ձեզ։ Մնացած հարցերով կմոտենաք, կբողոքարկեք, կհարուցվի, քննությունը կպարզվի։ Ակնհայտ է։ Մի կողմի սահմանազատված ասում եմ։ Ձեր ակնհայտ երևում է, որ սահմանազատված է։ Իմ խնդրանքն է, որ չխոչընդոտենք որևիցս մեկը մեկին, առանձնանանք ինչքան պետք է ապօրինությանը չխոչընդոտեք։ Ստեղ ապօրինություն ո՞րն է։ Ապօրինություն քաղաքապետարանի գործողություններն են, որտեղ գովազդ չհանդիսացող նյութը գործում է գովազդի հոդվածի հիման վրա հանել։ Գովազդ չհանդիսացող նյութը, այստեղ ամենակարևոր շեշտադրումներից մեկը դա է։ Այս նյութը գովազդ չի, պարոն Առաքելյան։ Տեսեք, գովազդի մասին օրենսդրությամբ կարգավորվում է թե որն է գովազդ, որը չէ։ Դե հարցը հարգելի փաստաբանը այլ կարծիք ունի, որ դա գովազդ չի։ Բայց մենք հիմնավորել ենք, որ գովազդի մասին օրենքով սա գովազդ է։ Դուք հիմնավորել եք որտեղ։ 3 առաջի օրը։ Որտեղ եք հիմնավորել էլի։ Ուղղակի բանավոր խոսքեր պրոստը եկել եք, ասում եք հանում ենք ու վերջ։ Հիմնավորում որևէ որոշում, որևէ իրավական ակտ, որևէ բան գոյություն չունի, ուղղակի բանավոր կարծիք այն ինչ-որ մեկի մտքերն է, որ այո, կարելի է սա դիտարկել որպես գովազդ եւ գնալ հանել։ Ընդհանրապես սա, այստեղ խնդիրը այստեղ է, պարոն Խաչատրյան։ Հանդիպում երրորդ անգամը ձեզ ներկայացվել է եւ գովազդի մասին օրենքը եւ Երևան քաղաքի ավականու որոշումը, որը գովազդի մասին համապատասխան օրենքի համապատասխան կետով լիազորում է յուրաքանչյուր համայնքի ավականու իր համայնքում արտաքին գովազդի տեղադրման կանոններն ու չափորոշիչները սահմանելու։ Այդ սահմանված չափորոշիչների եւ կանոնների հիման վրա 33-րդ կետի հիման վրա, եթե կա ինքնական տեղադրված գովազդ կամ գովազդի միջոց, համայնքը իրավասու է, կոնկրետ Երևանի քաղաքապետարանը իրավասու է ապամոնտաժելու ինքնական տեղադրված գովազդը կամ գովազդի միջոցը։ Գովազդ բառը, բայց գովազդ չի սա։ Դե ամենակարևոր նշումն է։ Որ չի պատկանում Սամվել Կարապետյանի այս իրազեկման ակցիային։ Եվ կասեք, սա ինչ է գովազդում։ Մոնտաժում է իրականացում նաև Արաբկիր վարչական շրջանում։ Ունդեղ էլ ուրիշ պաստառներ կամ խանութներ։ Ինքնական Ժորժյան, այստեղ ամբողջ հասկացած։ Ինչ է գովազդում։ Ինչ է գովազդի մասին օրենքով ֆիքսում է թե ինչն է գովազդը։ Տեղեկատվության տարածում, հա, հիմա ես չեմ ուզում ցիտեմ գովազդի մասին օրենքը։ Տեղեկատվության տարածում գովազդ է, պարոն Առաքելյան։ Դե ֆիքսած է էլի, դե հիմա Ժողովրդական ակնհայտ է, որ դա գովազդ չի։ Պարոն Խաչատրյան, մի հատ շատ կարևոր նկատառում էլի։ Կներեք էլի։ Կներեք, Բանում դուք ասում եք, ես ուղղակի խնդրեմ ժողովուրդ ջան, տեղափոխվեք այստեղ։ Պարոն Խաչատրյան, ապօրինություն է, տրամաբանություն է։ Որ ապօրինությունն է, դա բանը քննությունը կպարզի ապօրինություն։ Պահե ջան, կներեք, պարոն Խաչատրյան, մի վարքյան ավարտել։ Ալոյան ջան, կարանք առանձնանանք մենք խոսենք։ Հստակ արձանագրենք Ես ուզում եմ մի խոսքն ասեմ,
ոստիկանությունը ստեղը հասարակական կարգ ապահովելու ու պահպանելու վերացնելու։ Ներխուժման հետ կապված դուք հաղորդում եք ներկայացել ոստիկանություն, այդ ամեն ինչը կպարզի քննություն։ Ահազանգ եմ արել։ Ահազանգը դա հաղորդման մի միջոց է, հարգելի։ Ահազանգ եմ տվել, որ այստեղ ներխուժում կա։ Ինչպես տեսակ, այս տեխնիկան որ մտավ արգելափակոցներից։ Արգելափակոցներից ով ասես կարող է մտնել։ Ով ասես կարող է մտնել, տեսեք, ներս մտնող մարդիկ ընդհանրապես մտնում են վճարովի տարածք, այդտեղ խանութներից բան գնում են կամ զվարճանքի տավայրերից օգնում գնում են։ Ոչ մեկ չի մտնում տարածքը վնասելու։ Հիմա այս տարածքը երբ որ կվնասեն, այս պաստառները վնասելու մասին ակնհայտ հասկացա, երբ որ վնասում են ձեր գույքը, գույքի հետ կապված կարող եք դիմել հաղորդում ներկայացնել։ Հիմա պարոն Խաչատրյան, ձեր ասած այն է, որ մենք այս պայն բոլորս, այստեղ ներկա բոլորը գիտեն, որ վնասվելու է։ Բայց մենք ասում ենք թող վնասեն, գնացեք հետո տեսեք ինչ կանեք։ Օրինական ճանապարհով եք փախցվել սա։ Այո։ Իսկ ինչ են պնդում, որ դա օրինական չի։ Իրանց պնդումն է, հիմա ինչի պիտի իրանց պնդումը առաջնայր դիտարկվի։ Քննարկելու հարցը չէ, արգելից։ Չէ, քննարկելու հարցը ոչ թե փոկելուց հետո։ Ոչ թե ստեղ, այլ համապատասխան ոչ թե փոկելուց հետո պետք է դա քննարկվի, այլ պետք է քննարկվի հստակ որոշվի, որ դա մի վարքյան չէ, Ավետչյան, հստակ հասկանանք։ Ավետչյան չէ, եթե անեք իմաստ չունի։ Արգելի փաստաբան իմաստ չունի, եթե արգելի փաստաբան։ Մոտենանք ենքում չխանգարենք։ Հիմա մենք արդեն խոչընդոտում ենք։ Չէ, չենք խոչընդոտում։ Մենք հենց մեր կանոնած վայրով խոչընդոտում ենք։ Պարոն Խաչատրյան, իրավունք չունեն, իրավունք չունենալու հետ կապված դուք արդեն իսկ հաղորդում եք ներկայացել։ Դուք հայտարարում եք, որ իրանք իրավունք ունեն։ Ես խնդրում եմ ես կողմեք եք։ Մի վարքյան ժողովրդան, չէ, մենք պիտի բարձենք իրանք իրավունք ունեն, թե չունեն։ Դուք հաղորդում ներկայացել եք, ճիշտ է։ Ասում պետք է հասկանանք իրանք իրավունք ունեն, թե չունեն։ Իրավունք որ չունենա, այստեղ էին եք ես այս մարդը։ Ապօրինի են եկել։ Մարդը ես հենց հիմա հայտարարում եմ։ Պարոն Առաքելյանը ձեզ ներկայացրեց, չէ՞ ինչի հիման վրա են։ Ես հստակ հայտարարում եմ, որ իրանք գործողությունները ապօրինի է, պարոն Խաչատրյան։ Ապօրինի է։ Ես հստակ հաղորդումը ներկայացրեց, մնացած հանգամանքները կբարձվի։ Եթե ապօրինի է, մարդիկ կպատժվեն, չկանխեն սահմաններում։ Հենց հիմա ապօրինությունը չկանխենք, ասենք եկեք գնանք, հետո կգանք։ Ապօրինություն ստեղ չենք Պարոն տեսնում։ Խաչատրյան, ես հստակ տեսեք քարտեզով ցույց եմ տալիս։ Ես քարտեզը այստեղ հստակ եմ ու տարածքն էլ ամբողջությամբ սահմանազատված է, ինչպես տեսակ։ Սահմանազատված չի, փակ չի տարածքը, որը որ ձեր տարածք կարող են տեխնիկան կարող են մուտք գործել բացառապես սահմանված վայրը, որտեղ արգելափակոց է դրված եւ ֆիքսվում է որտեղ տրանսպորտային միջոցն է։ Նշված տարածք ով ասես կարող է մտնել։ Ով ասես կարող է մտնել, միայն մեր թույլտվությամբ, եթե մենք թույլ տանք չեն կարող։ Քանի որ սա Այստեղ շատ կարևոր վճարովի ավտոկայանը տեղի ավտոկանատեղի իմաստը ոչ թե մտնել գույքը վնասելն է, այլ ավտոկայանն հետո դուրս գալն է։ Հենց հիմա փորձ է կատարվում գույքը վնասելու։ Դուք ասում եք թող վնասեն, հետո կգա։ Մոնտաժումը են ձեր փակցված գովազդը ոնց որ ասեց չի սա։ Մեզ ներկայացնում եք խաղարկածով, որ քաղաքապետարանը ինչ ասի, դա է ճիշտը։ Այդ շատ վատ բան է, մոտեցում է, պարոն Խաչատրյան, չի կարելի ասել, եթե քաղաքապետարանն ասի։ Հարցը չէ որոշում։ Հիմա իրանք ասում են գովազդա, դրա համար ներկայացուցիչ եմ։ Դուք հայտնում եք ձեր, ասենք ամեն ինչը, որը վնասում են կամ չգիտեմ, փոկում են, դրա հետ կապված դադարեցնում միջև վերջացնենք, տղեկ։ Չէ, ձեր գործը արեք։ Պարոն Խաչատրյան, դուք հաղորդումը ներկայացրել եք, ասում եք, որ ներխուժում չկա այստեղ։ Այո։ Եվ ասում եք, որ քաղաքապետարանի գործողությունների օրինաչափը դրա մեջ օրինաչափ, անօրինաչափը կպարզի քննություն։ Դե եթե մի վարքյան, այսինքն դուք վստահ չեք, որ իրանց գործողությունները օրինաչափ են, բայց ասում եք, նորից եմ ասում, ես ստեղ հասարակական կարգի ապահովում պահելու համար խնդրում եմ։ Ինչ վերաբերում է, ես իրաց չեմ կարող դուրս հրավիրել ցելից, որովհետեւ սեփական տիերը ձեզ լիազորում է։ Հավաքանու որոշման իման վրա, ապա մոնտաժումը Հիմա փակցված, ձեր կողմից փակցված, մի կողմից ասում եք, որ օրինական է իրանց գործողությունը, մյուս կողմից ասում եք, չգիտեմ, հետո կերևա։ Օրինական, անօրինականը ձեր հաղորդման հիման վրա կպարզվի։ Եթե օրինական չի, չենք թողնում անել դա։ Ի՞նչն է անօրինական։ Անօրինականը հենց է հիմա գույքը վնասելը։ Առաքելյանը քաղաքապետարանի մեր աշխատակիցը, ես չգիտեմ որտեղ է աշխատում, ձեզ բացատրեց։ Գովազդի բաժնի ղեկավարը։ Գովազդի բաժնի ղեկավարը բացատրեց իր մոտեցումը։ Շոթագեր հետ կանգնեք մի քիչ, մի խանգար։ Մի վարքյան ժողովրդյան սպասեք։ Ժողովրդյան մի քիչ հետ կանգնեք, մի խանգար։ Ոչ մի չի խանգարել։ Ես ընդհանրապես ուզում եմ արձանագրել, որ դու ասում եք, չգիտենք, օրինական է թե արձանագրված արգելից։ Ուզում եմ արձանագրել, որ դուք չգիտեք սա օրինական է թե չէ, բայց ձեր հաղորդման վրա, ձեր հաղորդման հիման վրա ամեն ինչ արձանագրված է։ Որ այդ գործողությունը իրականացվի։ Չգիտենալով թե դա մենք միջոց ենք ձեռնարկում, մենք հասարակական կարգ ենք ապահովում։ Քաղաքացին ահազանգել է ոստիկանություն, որ կանխեք իր գնահատական ապօրինությունը։